Սարսափած եմ եղելությունից։ Սարսափած են Էջմիածին եկած մարդիկ։ Արդյունքները խեղդում են քաղաքացիներին։ Եկել են աջակցելու Միքայել arczepiskopos Աջապահյանին, որին քննչական կոմիտե տանելու համար իրավապահները Մայրաթորի տարածք են եկել։ Հենց իմ որդիս դրա համար չի զոհվել։ Իմ որդիս թուրքի դեմ է պայքարել, թուրքի դեմ է զոհվել։ Էջմիածնեցի այս կնոջ տղան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել, ամուսնանալուց 5 օր հետո։ Ասում է, որդիս իր պարտքն է կատարել, ես էլ եկել եմ իմ պարտքը կատարելու, պաշտպանելու Մայրաթորը դիմակավորված ԱԱԾ-ականներից։ Մասկաներով թող պայքարեին թուրքի դեմ, ոչ թե գային Մայրաթորի դեմ պայքարեին։ Մենք հայ առաքելական եկեղեցու հետնորդներ ենք եւ չենք ուզում, որ մեր եկեղեցին թրքացնեն։ Հերթական ցեղասպանությունն է կրոնական պատկանելիության եւ տեսակի վերացման համար։ Սա քաոս է, հայ ազգի քաոսն է սա։ Փաշինյանը հատել է բոլոր թույլատրելի սահմանները։ Իշխանությունը խաչի դեմ է դուրս եկել, պնդում են Էջմիածին եկած քաղաքացիները։ Սա համաշխարհային խայտարակություն է, նախադեպը չունեցող։ Աշխարհում առաջին քրիստոնյա պետության ներսում պետությունը դուրս է եկել խաչի դեմ։ Որտեղ պետք է լինի իսկական քրիստոնյան, այնտեղ որտեղ այսօր հալածվում է իր եկեղեցին ու իր սրբությունը, կարող է գիտեք նմանը այնքան անթասիբ են, որ թողնեմ իմ սրբությունը ոտնահարեն։ Ամենադաժան երազում անգամ մարդիկ չեն պատկերացրել, որ իշխանությունը ձեռք կբարձրացներ հոգևորական դասի վրա։ Բայց իրանք այդքան իրավասու են, որ մի սրբազանին տանեն կամ կաթողիկոսի մոտենան, իրավասու են այդքան։ Իրանք այսօրվա դրությամբ սահմանադրությունը այնքան են ոտնահարել, որ էլ տեղ չկա։ Ժողովուրդ, եթե դուք հայ եք, քրիստոնյա եք, դուրս եկեք սրբազանին չեք տանելու։ Ընդհանրապես չեք կարա դուք սրբազանին տանեք։ Դուրս եկեք։ Եկեղեցու զանգերը Մայրաթոր են կանչում ժողովրդին։ Ես որպես Արցախը կորցրած հայ եւ որպես հոգեվորական կարող եմ ասել, որ եթե ավելի շուտ լիներ այս վարչակարգի հեռացումը, միգուցե մենք չլինեինք այստեղ, լինեինք Արցախում։ Իրավիճակը գերլարված է նաև Գյումրիում։ Իրավապահներն առավոտյան խուզարկել են Շիրակի թեմի առաջնորդարանը։ Բարկացած են գյումրեցիները, իրենց հոգևոր առաջնորդին ինչ հանցանքների համար են մեղադրում։ Մենակ սրբազանին չէ, մեր բոլոր սրբազանեն մեր վեհափարի համար ենք եկել։ Մեր վեհափարի, մեր սրբության համար ենք եկել։ Ես հայրենիք ունեմ, ես չեմ ուզում կորցնել հայրենիքս, կորցնել կրոնս։ Իմ պարտքը համար եկել եմ այստեղ, ի պաշտպանություն առաքելական եկեղեցու։ Փաշինյանը Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ է մտնում, իսկ հայ առաքելական եկեղեցին Չուլան անվանում, զայրացած են առաջնորդարանում հավաքված գյումրեցիները։ Գնացել է Կաբույտ մզկիթ ոտաբոբիկ, բայց մեր եկեղեցին Չուլան կանվանել։ Հանգիստ ես թողնալու եկեղեցին է եկեղեցականների, իսկ եթե ոչ, քո վարչանը մոտ է։ Լանա Համբարձումյան, Ալեքսան Սարգսյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։